Երեք հայտնի դարձավ քրեական հեղինակությունն է ազատ արձակվել, նախ հարուցված քրեական գործը ստեղծած սպանության հատկանիշներով էր, ինչպես է ստացվում, որ քրեական հեղինակությունն ազատ է արձակվում։ Ես գիտեմ մասին է խոսքը, այդ հարցերի հասցեատերը դատարանն է, քանի որ դատարանն է փոխել խափանամիջոցը, մենք խափանամիջոցի իրականացնող մարմինն ենք, եւ այժմ խափանամիջոցի իրականացումը տեղափոխվել է պրոբացիայի ծառայության դաշտ, մեր խնդիրը պատշաճ ապահովելն է խափանամիջոցի։ Ոնց է ապահովելու, որ այդ մարդը նորից նույն բաները չանի։ Եվ ընդհանրապես ոնց է լինում, որ Հայաստանում տնային կալանքը ենթադրում է մեկուսացվածության պայման եւ հետեւաբար կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անենք, որ խնդիրների առաջ չկանգնենք։ Նախարար, արդարադատության ընկալման խնդիր կա Հայաստանում։ Մարդը ոստիկանությունը ձերբակալում է, քննչականը հիմնավորում է, տանում են դատարանով, մեղադրանքը ապացուցում է, որ այդ մարդը կապ ունի այդ սպանության հետ, ամեն ինչ փաստերով կա, մեկ էլ հոբ բարձվում այդ մարդը ազատ է արձակվում։ Բայց ոնց է, որ քաղաքական գործիչներին ազատ չեք արձակում։ Ես ենթադրում եմ, որ դատախազությունը կբողոքարկի, իհարկե սա ենթադրության մակարդակում եմ ասում, որովհետև որևէ լիազորություն այդ մասով չունեմ։ Մյուս հարցերի վերաբերյալ ուղղակի մեկնաբանություն չեմ կարող տալ, ուղղակի ներողություն, շարունակեմ։ Հիմա դուք ասում եք բաներ, մենք հակադարձում ենք, թողնելու եք խոսել։ Եթե դուք հարց եք տալիս, պետք է ունենաք առնվազն համբերություն, որպեսզի ես պատասխանեմ եւ ավարտեմ խոսքս, հետո նորից դուք կարող եք արձագանքել։ Արդեն ես նույնիսկ հարցը մոռացա, ճիշտ ասած։ Ինչ վերաբերում է նրան, ինչու են բաց թողնում դատարանները, սա խոսում է ուղղակի այն մասին, որ ուղղակի որևէ կապ, այդ թվում նաև հսկողության դաշտում հնարավոր կապեր դատարանների հետ ուղղակի բացակայում են։ Այո, այսօր դատարանը կայացրել է որոշում, որից կարող եք մենք դժգոհել, բայց այդ որոշումը կայացրել է դատարանը։ Իսկ արդարադատության նախարարությունը ունի այլ ֆունկցիոնալ նշանակություն եւ իր գործառույթների շրջանակներում կապահովի խափանամիջոցի իրականացումը։ Տիկին Գալյան, հաշվի առնելով ով է դատավորը, Մասիս Միլքոնյան կներես ուղղակի բանանեմ։ Մասիս Միլքոնյանը Հանրապետություն կուսակցության անդամ էր, հետո դա շատ կտրուկ դարձել է դատավոր։ Ու նրա վերաբերյալ շատ տենց անվստահություն կա, որ քաղաքական գործերով ինքը պրոիշխանական դիրքորոշումներ է հայտնում։ Չեմ կարող տալ, ամեն դեպքում ես առանձին գործերով հանդիպ երևույթներ չեմ հանդիպել, եւ եթե հանդիպենք երևույթների անփոփված մեզ ուղղված դիմումների շրջանակներում կտանք համապատասխան արձագանք կարգապահական բարույթի հարցում։ Եթե նորից հասարակությունում կա այսպիսի ձևավորված արտերից կարծիք, որ արխիվում ընտրություններ են եւ ԿՊ-ի հույսը մնացել է բացառապես կրիմինալ։ Պատասխանելով ձեր հարցին, կասեմ, որ չկա։ Ինչ բան չկա, որ ԿՊ-ի հույսը կրիմինալն է։ Այո։ Բայց ինչն է։ Բաղվա։ Ցանկացած կառավարության հույսը ընտրություններում հաղթելու կամ պարտվելու կամ ցանկացած քաղաքական ուժի հույսը ինչն է։ Ասեք ժողովուրդը։ Ընտրազանգված է միանշանակ եւ հետեւաբար ընտրությունների հետ կապված հաջողություն գրանցելու առումով առաջնային նախապայմանը կատարված աշխատանքն է եւ նախընտրական ծրագիրը։ Տիկին նախարար կներեք մի հարցել ես տամ, դուք հաշտ եք այն երևույթի հետ, որ Հայաստանում դատարանի միջոցով մարդու խոսքի ազատությունն են սահմանափակում։ Էդգար Ղազարյանի մասին է երևում։ Հա։ Եթե այդ հնարավորությունը կա նախատեսված օրենքում, իսկ այդպիսի հնարավորություն կա նախատեսված, ես հաշտ չլինելու որևէ առիթ չեմ տեսնում։ Տիկին Գալյան, Ռուբեն Վարդանյանին խոշտանգել են ենթադրաբար տեսնում ենք նկարներից Բաքվի բանտում եւ նրա որդին էլ երեք դիմել թե Հայաստանի կառավարությանը, թե միջազգային տարբեր ատյաններին, միջազգային հանրությանը, որպեսզի իրենց ձայնը բարձրացնեն։ Հայաստանի կառավարությունի իշխանական անդամից որևէ ձայն չեղավ։ Նախորդ անգամ էլ այդ հարցը ուղղեց, ես ասացի, Սա թարմ է դրա համար երեկվա զգայունությունը հաշվի առնելով մեկնաբանություններ նմանաբովանդակ հարցերի հետ կապված ուղղակի տալ չեն կարող։ Իսկ հանրությանը կարող եք ասել կառավարությունը ջանքեր գործադրում է։ Ես չեմ կարող ջանքերի մասին խոսել, հաստատապես գործադրվում են, բայց անցած անգամ ասացի, հիմա կկրկնեմ։
այդ ջանքերի կամ քայլերի մասին խոսելը գուցե եւ վնասի այնտեղ գոնե գտնվող եւ այդ է պատճառը, որ հարցի հետ կապված ասելու մասին է խոսքը Տիկին Գալյան, երբ որ մեր քաղաքացին օգնության կարիք ունի, դեմքի կապտուկներ կան, ինչ վնասելու, սրանից ավելի ինչ վնասել։ Հետ կապված մեկնաբանություններ տալ չեմ։ Կառավարությունից ակնկալում են դու կառավարությունը մեր հայրենակիցը պաշտպանության կարիք ունի Տիկին Գալյան։ Մեր հայրենակիցը ձեր սիրտը ավել է ցավում, քան կառավարությունը։ Եթե ձեր սիրտը ցավում է, կոնկրետ քայլեր ասեք Տիկին Գալյան։ Ինչ քայլեր։ Ինչ եք արել դուք։ Քայլեր, որ ասեմ, որ հնարավորությունը տեսնում ենք, որ դրանց մասին խոսելով կարող են ավելի վնասվել։ Իսկ չխոսելով ինչ եք անում, մենք հասկանանք, որովհետև եթե ձեր սիրտը ավելին է ցավում, քան մերը, մեղմում ենք ռիսկերը, ես կարծում եմ, ինչ մեղմում, մարդը հաղթուկներով է, մարդը խոշտանգում է, վիճակը վատ է, դրանից ավել են ինչ լինի, մահանանով։ Ես այլևս չեմ պատասխանելու այդ հարցին, որովհետև եթե դուք առաջին, երկրորդ եւ երրորդ անգամից չեք հասկանում իմ պատասխանի էությունը, այլևս չեմ անդրադառնալու այդ հարցին։ Մենք չենք հասկանում ձեր կոնկրետ լրությունը, ձեր ըստ էության անգործությունը, որովհետև ասում եք մենք կվնասենք, մարդը խոշտանգում է այնտեղ ու շատ վատ վիճակում է։ Կոնկրետ քայլեր եք ուզում անալ։ Անգործությունը, ապա ասելու բան չունեմ։ Ասելու ուրիշ բացատրություն դուք ունեք։ Ես ասացի, այլևս չեմ անդրադառնալու այս հարցին։ Եթե հրապարակային են ակնկալում կառավարության դիրքորոշումը, դա եմ ուզում հասկանամ, ոչ հրապարակային ինչ եք անում, գոնե իմանանք, օրինակ ասեք, որ այս քայլերն արել եք, չենք կարող ասել, որ քայլեր, բայց շուտ արել ենք։ Դուք ձեր հարցում ասում եք, եթե չեք կարող ասել ինչ եք արել, ասեք ինչ եք արել, որ հասկանանք ինչ եք արել։ Բովանդակությունը չբացահայտեք, բայց ասեք, որ ինչ-որ քայլեր արել եք։ Տպավորությունը, որ կառավարությունը պետք է անտարբեր է։ Ձեր տպավորությունը սխալ է վարկել։ Մի բան էլ հարցեմ, ոչ Ռուբեն Վարդանյանով, Տիկին Գալյան, Բելլա Լալայան, չէ՞, հայտնի բլոգեր էր, որը Բելարուսում Ադրբեջանի պահանջով ձերբակալվել էր եւ նրան էլի Հայաստանի իշխանությունները ոչինչ չարեցին եւ Գագիկ Ծառուկյանը իր անձնական կապերի շնորհիվ կարողացավ բերել։ Հաշվի առնելով, որ Հայաստանն էլ կիսահավ ճշնամական վիճակում է Բելարուսի հետ, Նիկոլ Փաշինյանը գրեթե խզել է հարաբերությունները Բելարուսի հանրապետության հետ։ Օրինակ, այս մասով ինչ կասեք, նայած մեր հայրենակցությունն է, չգիտեմ, Պարտադիր չի կառավարության կողմից ձեռնարկված յուրաքանչյուր քայլի հետ կապված տալ մեկնաբանություն։ Բելալալայանի մասով ինչ-որ բան արել եք, թե Գագիկ Ծառուկյանն ինքն է միայն ամբողջությամբ արել։ Կամ կարող եք անել։ Տիկին նախարար, կնեք, ինչ հարցնում եք, ասում եք, որ բազմաթիվ հարցեր տվեցիք, որոնց ես պատասխանեցի։ Ասում եք պարտադիր չի, որ այդ մասին խոսել, բայց այդ հարցերը կան, չէ՞, հասարակությունում եւ որոնց հետ կապված կարող եմ որոշակի մեկնաբանություններ տալ, մեկնաբանությունները տրվում են եւ դուք կարծում եմ ունեք համոզմունքն առայն, որ ես այնպեսինն եմ, որ մշտապես լսում եմ ձեր հարցերը եւ պատասխանում եմ ձեր հարցերին, բայց կան որոշակի ոլորտներ, որոնց հետ կապված դրանց գայնությամբ պայմանավորված մեկնաբանություններ տալ չեմ։ Դուք կարող չեք տիրապետում ինֆորմացիային, դրա համար չգիտեք հիմա ինչ պատասխան, թե տիրապետում եք եւ իսկապես գիտեք ինչ-որ բաներ արվում են, բայց չեք կարող ասել։ Այդպեսի տպավորություն էլ կա, որ գուցե շատ խորությամբ չեք տիրապետում կոնկրետ այդ դիվանագիտական սֆերայում ինչ է կատարվում, օրինակ Ռուբեն Վարդանյանի մասով, Բելալալայանի մասով։ Անկեղծ պատասխան եմ եւ կամ ոչ չեմ տիրապետում։ Անկեղծ պատասխան չեմ պատասխանել։ Տիկին նախարար բովանդակության մեջ չխորանալով հենց Ռուբեն Վարդանյանի հետ կապված կարող եք հաստատել, որ կառավարությունը ինչ որ բան անում է եւ ոչ միայն պարոն Վարդանյանի կապ չունի ինչ անում, բայց եթե այլ հարցեր ունեք